Գոքնոց կապեք, չգունավորվեք Վիկայի արվեստանոցի առաջին կանոնն է։ Աշխատանքային նրա էսթետիկ բունն օդում է, բառի բուն իմաստով 14 հարկանի շենքի տանիքում։ Պարապմունքը շատերին անծանոթ լինո փորագրության վարպետաց դաս է նախատեսված 8-ից 14 տարեկան երեխաների համար։ Երեխաները մասնակցում են անվճար, քանի որ ամբողջ գաղափարը նա էր, որ հենց ամառային լաբորատորիա լինի երեխաների համար։ Ծրագրի ընթացքում ուսումնասիրում ենք հենց լինոփորագրությունը, որը որ շատ բարդ պրոցես է իրականում եւ ժամանակատար, բայց արդյունքը շատ հետաքրքիր է, քանի որ կարելի ասել մեդիտատիվ պրոցես են անցնում երեխաները։ Տպագրական ստուդիայի օրվա խումբը երկու մասի բաժանված մի տեղում նկարչական հմտություններն է կատարելագործում, մյուսում արդեն աշխատում բուն հումքի հետ։ Սրածայր բզերով բնապատկեր ստեղծող փոքրիկ գեղեցկուհին Անին է, թիմի թերևս ամենափորձառու անդամը։ Սկզբից անում ենք էսկիզը, հետո այդ էսկիզը անցկացնում ենք լինոյի վրա, որից հետո փորում ենք լինոլեումը եւ արդեն սկսում ենք տպելու process-ը։ Հաջորդ քայլով արդեն փորված պատկերները վրձնից խիստ տարբերվող հատուկ գործիքով ծածկում են ներկով, հետո տեղափոխում Հայաստանում եզակի օֆորտային այս հաստոցի մեջ։ Անիվի մի քանի պտույտ ու մամլիչի շնորհիվ գունավորումը տպվում է թղթի վրա, ոգևորում Ռուսաստանից ու Ֆրանսիայից Երևան արձակուրդ եկած աղջիկներին։ Պատրաստ եմ։ Ընդհանուր 30 սան է հաճախում լինոփորագրության դասերին մասնակիցներ ունեն աշտարակից, ապարանից են գալիս։ Նորույթ պարապմունքներով երեխաներին զբաղեցնելու միտքը Վիկային հուշել են Սարեր ՀԿ-ից։ Միասին դիմել են կրթության, մշակույթի նախարարությանն ու աջակցություն ստացել ծրագրի համար, պատմում է Էռնա Ռևազովան։ Ամառը երեխաները զբաղմունքի պակաս ունեն։ Արդեն դպրոցը չկա եւ իրանք պետք է ինչ-որ բանով զբաղվել։ Մենք փորձեցինք իրենց digital աշխարհից բերել արվեստի աշխարհ եւ շատ ենք սպասում, որպեսզի տեսնենք ինչպես են իրենք պատկերացնում մեր Հայաստանի ապագան, իրենց ապագայի Հայաստանը։ Կտեսնենք սեպտեմբերի 21-ին մեր անկախության օրը։ Սեպտեմբերի 21-ին տպագրական գրաֆիկայի ստուդիան սաների հետ տոնական հաշվետու ցուցադրություն է բացելու Մայրաքաղաքի Շարլ Ազնավուրի անվան հրապարակում Հայաստանի նկարիչների միության շենքի դիմաց։ Խորագիրը ապագայի Հայաստանը երեխաների աչքերով։ Լինոփորագրությունն ի դեպ թույլ է տալիս նույն պատկերը ստանալ ամենատարբեր երանգներով ու չափերով։ Տեղում էլ մաստեր կլաս կանցկացնեն, խոստանում է Վիկտորիան։ Նաև կարող ենք տպագրել գունավոր, այլ իրերի վրա։ Հիմա այս ցուցահանդեսի շրջանակներում նաև տպագրելու ենք շոպերների վրա, պոստկարտերի վրա, որից հետո լինելու է ցուցահանդես սեպտեմբերի 21-ին Շարլ Ազնավուրի հրապարակում։ Բոլոր լինոլեումները տանելու ենք հրապարակ եւ մարդիկ անցորդները գալու են տպելու են իրենց ցանկացած պատկեր եւ իրենց հետ տանեն հուշ այս ցուցահանդեսից եւ ապագա Հայաստանից երեխաների պատկերացրած։ Սարերի իրենց այս նախաձեռնությունից գոհ են, քանի որ ստեղծագործողին հաջողվում է կապել արվեստն ու կրթություն հանրային մասնակցությունը, ասում է ՀԿ-ի նախագահը։ Մինչև ցուցահանդես բնապատկեր դիմապատկերների նոր շարքեր կտպեն։ Երեխաների երևակայությունն ու գաղափարները կհասցնեն չորանալ պարանին։ Էրմինե Բաղդասարյան, Աշոտ Խաչատրյան լուրեր։